Ամիսներ տևած բանակցություններից հետո ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը դադարեցնում է գործունեությունը։ Կառույցի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի խոսքով տարածաշրջանում վերջին գրասենյակի փակումն ընդամենը գործակցության մեկ էջի փակում է, որին կհետևեն նոր ծրագրեր։ Գրասենյակի փակումը չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք գործակցությունը Հայաստանի հետ։ Կարծում եմ, մենք շատ կարևոր հարցեր ունենք մեր օրակարգում, այնպես որ կփնտրենք գործակցությունը շարունակելու նոր ուղիներ։ Ես այստեղ եմ նաև գրասենյակին աջակցելու համար Հայաստանի իշխանություններին իմ բարձր գնահատականն ու երախտագիտությունը հայտնելու նպատակով։ Նալբանդյանի խոսքով Ադրբեջանը, չարաշահելով վետոյի իր իրավունքը, փաստացի արգելափակեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգումը։ Նախարարը վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ նախագահությունն ու մասնակից երկրները համապատասխան հետևություններ կանեն Բաքվի այս ապակառուցողական քայլի վերաբերյալ, որն ամբողջովին հակասում է ԵԱՀԿ նպատակներին։ Բաքուն փորձում էր ներկայացնել սա Ադրբեջան-Հայաստան հարթության վրա, սակայն իրականում դա վերաբերում է ԵԱՀԿ-Ադրբեջան հարաբերություններին, մի գործունեություն, որն ուղղված է ԵԱՀԿ-ի դեմ։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարության մասին, Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ հրադադարի ռեժիմը չխախտելու վերաբերյալ եռանախագահների կոչերը չեն խանգարում Բաքվին լարված պահել իրավիճակը սահմանին։ Հասունանում է արդեն մի իրավիճակ, որ եռանախագահ երկրները որպես միջազգային մանդատ ունեցող ոչ միայն միջնորդության, այլ հիմնախնդրի կարգավորմանը ուղղված ջանքերի իմաստով պետք է արդեն ոչ միայն հայտարարություններ, այլ համապատասխան կոնկրետ գործողությունների դիմել, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական եւ սադրիչ քաղաքականությունը։ Զանիերին ընդունել է Հայաստանի նախագահը։ Կողմերը գոհունակությամբ են խոսել ԵԱՀԿ գործունեության բոլոր հարթություններում Հայաստանի ներգրավվածության մասին եւ քննարկել գործակցությունն այլ ձևաչափերով ընդլայնելու հնարավորությունները։ Սերժ Սարգսյանն ու Լամբերտո Զանիերը անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին։ Գայանե Ղազարյան, ժամը լրատվական։